Այսօր սեպտեմբերի 30-ն է, օրը 3 շաբթի, Reopen Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Բրի Նյուզ լրատվականի առաջին թողարկումը, եկեք միասին ամփոփենք անցնող երկու շաբթին։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այցի շրջանակներում մի շարք հայտարարություններ է արել։ Նա Մոսկվայից մեկնել է Նյու Յորք, որի մասին քիչ հետո կխոսենք։ Հետո Նյու Յորքից մեկնել է Ֆրանսիա, որտեղ հայտարարել է, որ Թրամփի ուղու մասին շատ կոնկրետ պայմանավորվածություններ այս պահին չկան։ Քննարկումները սկսվել են ամերիկացիների հետ, ըստ վարչապետի։ Խնդիրը նաև այն է, որ Թրամփի վարչակազմն ունի գլոբալ օրակարգ, բայց միևնույն է, թրիփը եւ ամերիկացիների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է ու կա մեծ հետաքրքրություն։ Մանրամասները Մերի Դանելյանի ռեպորտաժում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի պալատում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Փաշինյանը գրառում է կատարել վեհաժողովի նախագահի ոսկե գրքում եւ կարճատև շրջայց կատարել։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի գործակցության օրակարգը, ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։ Վարչապետի խոսքով Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը եւ դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր եւ նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում գործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը։ Ավելի ուշ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 6 տարվա ընդմիջումից հետո իր այս այցը տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Վարչապետի խոսքով Հայաստանը հաղթահարելով վերջին 5 տարիների բարդ մարտահրավերները գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Ալեն Բերսեն իր հերթին ընդգծել է Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի կառավարության միջև ձևավորված ակտիվ եւ արդյունավետ համագործակցության փաստը, շեշտելով, որ այդ գործակցությունը նպաստել է Հայաստանում բարեփոխումների առաջ մղմանը բոլոր ուղղություններով։ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։ Ստրասբուրգում վարչապետը հանդիպել է նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիոմարի հետ։ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը Եվրոպական խորհրդի կառույցների հետ։ Մեզ համար ամենակարևորն այն է, թե մենք ինչ ենք ասում, շեշտում է Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում 3 հանդիպումներից հետո հրավիրված ասուլիսում։ Այդ կերպ նա պատասխանում է լրագրողի հարցին իր ու Ալիևի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթների տարբերության մասին։ Մեզ հետաքրքրել է, թե ուրիշները ինչ են ասում։ Հիմա ո՞րն է փոփոխությունը։ Մեզ համար ամենակարևորն է, թե մենք ինչ ենք ասում։ Թրիփի process-ը շարունակվում է, քննարկումներ են սկսել, թե ով պետք է կառուցի երկաթուղին, ով ֆինանսավորի եւ այլն։ Թրիփ ուղին քննարկումը Հայաստան Միացյալ Նահանգներ երկում ձևաչափով։ Երրորդ կարա ներգրավի ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Իհարկե մենք շահագրգռված ենք Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է եւ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավեն, բայց ելի զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են թեման քննարկում եւ երրորդ կողմերը կարող են ներգրավել երկու կողմերի համաձայնության դեպքում։ 1 տարի 7 ամիս է ինչ Հայաստան-Ադրբեջան հրաձգությունների հետևանքով զոհեր չունենք, մտաբերում է, երրորդ հանրապետության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, բայց Նիկոլ Փաշինյանը չի նշում Սյունիքում գյուղերի վրա կրակոցների մասին, որոնց հետևանքով մեկի տանիքն է վնասվում, մյուսի պատուհանը եւ ինչ որ բարեբախտությամբ զոհեր չեն լինում։ Խաղաղության երևույթը մեզ համար անծանոթ է ըստ Փաշինյանի, դրա համար էլ կարծում ենք, որ խաղաղություն լինելու է, բայց ջուր, գազ, հագուստ չի լինելու։ Երրորդ հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը երբեք չի մացել խաղաղությունը ինչ է եւ մենք պետք է սովորենք խաղաղ կյանք չի եղել մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք հիմա մենք պետք է սովորենք ինչ է նշանակում խաղաղ կյանք
Խաղաղությունն իր հետ հարցեր է բերում, պետք է պատասխանների մասին մտածել, ասում է Փաշինյանը։ Օրինակ, խաղաղությունը կարող է տնտեսական որոշակի մրցակցություն բերել իր հետ, իսկ խաղաղության ճակատագիրն ըստ Փաշինյանի ընտրելու է ժողովուրդը 2026 թվականին։ Նա վստահ է, որ խաղաղության օրակարգը կհաղթի։ Սիմոն Հովանիսյան, Մերի Դանիելյան, Reopen Media։ Ֆրանսիա ժամանելուց առաջ սեպտեմբերի 27-ին Փաշինյանը Նյու Յորքում է ելույթ ունեցել։ Ալիևը նույնպես։ Երկուսն էլ խոսել են հայ-ադրբեջանական զարգացումների մասին, բայց շատ տարբեր շեշտադրումներով։ Նախ Փաշինյանը խաղաղության մասին խոսելուց հետո պատասխանել է Ալիևի անդադար ագրեսիվ հայտարարություններին ու ասել. «Ճիշտն ասած չեմ հասկանում, որն է արհրելի պոզիտիվ բովանդակության արկայության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Թե իսկ Ալիևին երևի բավարարվածություն է պատճառում ագրեսիան ու պատերազմում իր ձեռքբերումների մասին խոսելը, ինչը նա արել է ՄԱԿ-ի ամբիոնից»։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր անսամբլեայի նստաշրջանի ընթացքում բախվեցին Բաքվի հաղթական խաղաղության և Երևանի խաղաղության խաչմերուկի տեսլականները։ Մենք խաղաղությունը ձեռք բերեցինք քաղաքական միջոցներով։ Մոտ 3 տասնամյակ Ադրբեջանի ինքնիշխան տարածքի գրեթե 20%-ը գտնվում էր Հայաստանի ռազմական օկուպացիայի ներքո։ Արդյունքում Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների քաղաքականության հետևանքով 1 միլիոն ադրբեջանցիներ վտարվեցին իրենց տներից։ Ըստ փախստականների ուռճացված թվեր ներկայացնող Ալիևի ճակերտավոր օկուպանտ և ագրեսոր Հայաստանը 65 մզկիթ է քանդել, հարյուրավոր ադրբեջանական գյուղեր ու քաղաքներ է ավերել։ Պատերազմից 5 տարի անց էլ Ադրբեջանի նախագահը չի հանդարտվում, նույնիսկ բացահայտ ստում է հայտարարելով, թե իբր մարդասիրական նորմերով է պատերազմ վարել։ Պատերազմի ընթացքում Հայաստանը բալիստիկ հրթիռներով և կասետային ռումբերով ռմբակոծեց մեր քաղաքներն ու գյուղերը, սպանելով ավելի քան 100 անմեղ քաղաքացիական անձանց։ Իսկ Ադրբեջանը իր հերթին պատերազմը վարեց խստորեն հետևելով միջազգային մարդասիրական իրավունքին։ Ալիևը նաև հիշեցրել է ադրբեջանցիների մասին, որ իբր հայկական ագրեսիայի հետևանքով 90-ականներից սկսած անհետ կորած են։ Մինչդեռ հայկական կողմն էլ ունի մեծ թվով անհետ կորածներ, ինչի վկայությունը հենց այսօր Երևանում նրանց հարազատների գործողություններն են։ Վաղ 90-ականներից ի վեր հայկական ագրեսիայի և օկուպացիայի ընթացքում անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ողբերգական ճակատագիրը շարունակում է պահանջել ուշադրություն և գործողություն։ Ադրբեջանի ղեկավարը անդրադարձավ նաև երկրի աննախադեպ զարգացող տնտեսությանը։ Աղքատության և գործազրկության մակարդակը 5%-ի է հասել։ Մեր արտաքին պարտքը կազմում է ընդամենը ՀՆԱ-ի 6,5%-ը, ինչը աշխարհի ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի ելույթին, հիմնական թեմաները հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորումը, Հայաստանի դեպի ժողովրդավարություն ձեռնարկող մշտական քայլերը և անընդհատ ձեռք բերվող ռազմավարական դաշինքներն էին։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Վերջերս մենք ռազմավարական գործընկերություն հաստատեցինք Չինաստանի հետ։ Ակտիվ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Ճապոնիայի, Մոնղոլիայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Փաշինյանը հաստատեց, որ կողմերը հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, խորհրդային սահմաններով։ Նա նաև անդրադարձավ Բաքվից պարբերաբար հնչող այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությանը։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իմ նշած և կամ այս ամբիոնին հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։ Փաշինյանը այս անգամ էլ չշրջանցեց Թավշյա հեղափոխության թեման, հպանցիկ անդրադառնալով անհետ կորածների ու գերիների հարցին։ Ավելին, ընդամենը մեկ նախադասություն ասելուց հետո կտրուկ անցում կատարեց լրիվ այլ թեմայի։ Չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարամյա կոնֆլիկտի բերումով
անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։ TRIP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, Միացյալ Նահանգներ, Հայաստան երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Իսկ իր ելույթի վերջում եւս մեկ անգամ հաստատեց 2026-ին վերընտրվելուց հետո Հայաստանին մեծ փոփոխություններ են սպասվում։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե նոր սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը եւ երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն ժողովրդի հետ։ Երկու առաջնորդների տարբեր ելույթները ցույց տվեցին, որ խաղաղության շուրջ ընկալումները շարունակում են մնալ խորապես հակասական։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Քանի դեռ Ալիևը աշխարհին փորձում է համոզել, թե ինչ հումանիտար պատերազմ է սկսել, Փաշինյանն էլ խոսում է խաղաղության մասին, մեր պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցել քաշքշուկ անհետ կորածների հարազատների ու ռազմական ոստիկանության ծառայողների միջև։ Անհետ կորածների հարազատները պահանջել են հանդիպում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ, նախարարությունից սակայն պատասխանել են, որ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը կարող է հանդիպել, այն էլ միայն 3 հոգու հետ։ Բողոքող հարազատներն ասում են, բախումը գերատեսչությունից արհեստականորեն ստեղծել են իրենց հավաքը ցրելու նպատակով, որովհետև խուսափում են հարցերին պատասխանելուց։ Անդրադառնալով փողոց փակելու որոշմանը հարազատներն ասել են, որ դեռ սպասում են, գուցե պաշտոնյաների մեջ ողջամտություն արթնանա։ Մենք երեխեքի համար ենք անում։ Մեր երեխեքի ճակատագրի համար ենք անում, որ այսօր վադրությամբ այն կառույցը, որ այս երեխեքին զորակոչել է, տարել է բանենք, այսօր կատեգորիկ ձևով հրաժարվում է, ձեռները թափա տվե, քաշվելա ղերաղ, ոնց որ ինքը ոչ եղել է, ոչ կա, ոչ ունի ինչ-որ մեզի բան ասելու, տարան, կոտորեցին, տարան, կորցրեցին, իմանալով անգամ տեղները չգնացին, հետևներից պատերազմի ժամանակ իմանալով այդ տղեկը որտեղ են թաքնված անտառներում, ոչ մի միջոց չձեռնարկեցին այդ տղեկին են, որ հլա անտառներում էին, որ գնային փրկեին, այդ վախտել չարեցին, դրա մասին հլա են թվերին հասվե, ոչ շի բան, կատեգորիկ այս մարդկանց նպատակը երեխեքին կոտորելն ու երեխեքին ասենց ոչնչացնելն էր։ Հատկանշական է նաև նշել, որ Ալիևի ագրեսիվ վարքը ամենուր է արտահայտվում ոչ միայն ՄԱԿ-ում, նույնիսկ ԱՊՀ խաղերում։ Իր սիրելի երկաթե բռունցքը հայերին հարվածելու խորհրդանիշը բացահայտ հայատացությունը ադրբեջանցիները մցրել են նույնիսկ այստեղ։ Խաղաղության, հաշտության, կողք կողքի ապրելու նշույլ նույնիսկ չի նշմարվում, թեև իրենք ստացել են շատ ավելին, քան կարող էին պատկերացնել տարիներ առաջ։ Նարինե Ղուկասյանի ռեպորտաժը։ Ադրբեջանի Գյանջա երբեմնի Գանձակ քաղաքում կայացած ԱՊՀ երկրների երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը մասնակի վերածվել է հակահայկական եւ ռազմատենչ ցույցի, ստվերելով սպորտային միջոցառման խաղաղասիրական ոգին։ Բեմադրության մեջ օգտագործվել են խորհրդանիշեր, որոնք ուղղակիորեն առնչվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմին եւ դրա հետևանքներին։ Մասնավորապես ցուցադրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաճախակի հիշատակած երկաթե բռունցքի խորհրդանիշը, որը մարմնավորում է Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Սրան զուգահեռ բեմադրության մեջ իր տեղն է գտել նաև 44 թիվը, որպես հղում 44-օրյա պատերազմին, որն ուղեկցվել է թշնամու դեմ տարած հաղթանակի մասին խոսքերով։ Իրականում զավեշտալի կլիներ, եթե այդպես չլիներ, որովհետև Ադրբեջանի նախագահը անկախ նրանից, թե ինչ թղթի կտոր են նախաստորագրում կամ ինչ պաշտոնական հռետորաբանությամբ Հայաստանի իշխանությունը մեզ համոզում, որ խաղաղությունը իբր, Ադրբեջանի նախագահը երբեք ոչ այդ փաստաթղթը ստորագրելուց առաջ, ոչ այդ փաստաթղթը ստորագրելուց հետո չի թաքցրել իր պլաները, իր դիրքորոշումը։
Ադրբեջանը չի դադարում նաև ռազմատենչ հայտարարություններ հնչեցնել, դրան զուգահեռ զորավարժություններ անցկացնել տարբեր երկրների զինված ուժերի հետ։ Գրեթե 4%-ով մեծացրել է հաջորդ տարվա իր ռազմական բյուջեն, ակտիվորեն զենքի գնման գործընթացի մեջ է։ Նման բեմականացումը ԱՊՀ շրջանակներում անցկացվող սպորտային խաղերի ժամանակ, որոնց հիմնական նպատակն է անդամ երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ընկալվում է որպես սադրիչ քայլ եւ հայերի արժանապատվության ոտնահարման քաղաքականության շարունակություն։ Մասնագետների վկայությամբ այս ամենը փաստում է, որ պաշտոնական Բաքուն անգամ սպորտային հարթակներն օգտագործելով չի հրաժարվում Հայաստանի հետ լարվածության ու թշնամանքի պահպանման իր գործելավոճից։ Տեսնում ենք ինչ ինքնագոհ դեմքով է այդտեղ նստած Ադրբեջանի նախագահը կնոջ հետ եւ սիմվոլիզմը նրանում, որ Գյանջայից երեխաներ կան այդտեղ ներկա այդ բացմանը, որոնք ինչպես ներկայացվում է, դա պատերազմի ընթացքում այդ ռմբակոծված շենքերից կամ ծնողազուրկ երեխաներ են, այսինքն իրենք սիմվոլիզմը փորձում են ամենտեղ ներկայացնել եւ այս ամբողջ մոտակա 44 օրը մենք տեսնելու ենք, թե ինչպես են իրենք անընդհատ վերհիշեցնում 5 տարի առաջ տեղի ունեցողը, փորձում իրենց հասարակության մեջ նորից այդ էյֆորիան արթնացնել, այդ հաղթանակի զգացողությունը։ Հատկանշական է, որ Ադրբեջանը դեռևս ապրիլ ամսին պաշտոնական հրավեր էր ուղարկել Հայաստանին մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք խաղերին։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը հայտարարել էր, որ մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այդ թվում անվտանգային, սակայն Հայաստանն այդպես էլ չմասնակցեց այս միջոցառմանը։ Ընդ որում խաղերի անցկացման վայրերի ցանկում բացի Գանձակից եւ Լախից, Մինգեչաուրից եւ այլ քաղաքներից կազմակերպիչներն ընդգրկել էին նաև օկուպացված Ստեփանակերտը, թերևս ակնարկելու համար, որ հայերն այնտեղ կարող են լինել հյուրի կարգավիճակով։ ԱՊՀ խաղերը, որոնք ձևավորվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, նպատակ ունենալով պահպանել եւ զարգացնել անդամ պետությունների միջև հումանիտար եւ մարզական կապերը, մինչդեռ Ադրբեջանն այդ առիթն օգտագործում է ԱՊՀ խաղերի ոգուն հակասող տրամաբանությամբ, որևէ բարեկամական ժեստ կամ ակնարկ չհղելով անմիջական հարևանին։ Նարնե Ղուկասյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Վերադառնալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին, որտեղ ելույթ են ունեցել մի շարք այլ ղեկավարներ, որոնցից ամենատպավորիչը Իսրայելի վարչապետինն էր, որի ելույթից առաջ դահլիճի կեսը ցուցադրաբար լքեց այն։ Բայց ոչ միայն նրա, ՄԱԿ-ն իր 80-րդ թամյակը դիմավորեց միջազգային բավականին քաոտիկ հարաբերությունների պայմաններում։ Գազայում եւ Ուկրաինայում չդադարող պատերազմները դադարեցնելու որևէ հեռանկար այս պահին դեռ չի երևում։ Աշխարհը միշտ էլ բաժանված է եղել ուժային տարբեր կենտրոնների միջև, պարզապես հիմա ընթանում է ուժային վերաբաշխում։ Հայաստանը հրաժարվում է Արցախից, բարեկամական ձեռք է մեկնում Թուրքիային, հաշտության ձեռք Ադրբեջանին, դժգոհում Բելարուսից։ Վրաստանն էլ ըստ իրենց ընդդիմության հետ է գնում դեպի Ռուսաստան, իսկ մենք Եվրամիություն։ Ու այսպիսի տեկտոնական շարժերն ամենուր են։ Օրինակ Սիրիայի այսօրվա նախագահը 3 ահաբեկիչ էր, Ուկրաինայի նախագահը տաղանդավոր երգիծապան։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների վերջին օրն է։ Սեպտեմբերի 23-ից սկսված ելույթների հիմնական թեմաներն էին ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանի միջուկային ծրագիրը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, մասնավորապես Գազայում տեղի ունեցող աղետը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ելույթի ժամանակ խստորեն քննադատել է Արևմուտքին։ Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ ուժի սպառնալիքների աճող հաճախականությունը, որոնք մեղադրում են նրան Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Եվրոպական միության վրա հարձակում ծրագրելու մեջ, նախագահ Պուտինը բազմիցս հերքել է նման սադրիչ մեղադրանքները։ Ռուսաստանը երբեք չի ունեցել եւ չունի նման մտադրություններ։ Այնուամենայնիվ իմ երկրի դեմ ցանկացած ագրեսիա կդիմագրավվի վճռական եւ անհապաղ պատասխանով։ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները, որոնք ոչ միայն համոզում են իրենց ընտրողներին Ռուսաստանի հետ պատերազմի անխուսափելիության մեջ եւ կոչ են անում խստացնել տնտեսական միջոցները, այլև բացահայտ հայտարարում են մեր Կալինինգրադի մարզի եւ Ռուսաստանի այլ տարածքների վրա հարձակման նախապատրաստության մասին։ Որևէ կասկած այս հարցում չպետք է ունենան։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան իր հերթին մեղադրել է Ռուսաստանին ապակառուցողական գործողությունների համար եւ հայտարարել, որ Եվրամիության ճնշումները կշարունակվեն։ Մենք կշարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այս պատերազմը դադարեցնելու համար։ Մենք կոչ ենք անում անցկացնել բովանդակալից բանակցություններ, անհապաղ հաշտություն հաստատել եւ ապահովել արդար ու կայուն խաղաղություն։
Հատկանշական էր Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը, որտեղ նա ի զարմանս հայոց ցեղասպանությունը ճանաչած շատ պետությունների խոսում էր ցեղասպանության անթույլատրելիության, անմեղ զոհերի եւ բռնի տեղանությունների մասին։ Մասնավորապես, Գազայում ցեղասպանությունը մեր աչքի առաջ շարունակվում է ավելի քան 700 օր։ Նույնիսկ այս պահին, երբ մենք հանդիպմանն ենք, Գազայում խաղաղ բնակիչներ են սպանվում։ Գազայում զոհված խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է 65,000-ը։ Գերմանիան ի տարբերություն եվրոպական դաշնակիցների, չնայած խուսափեց Պաղեստինի պետությունը ճանաչելուց, սակայն արտգործ նախարարի մակարդակով հայտարարեց, որ միակ լուծումը դա երկու պետության բանաձևով լուծումն է եւ կոչ արեց դադարեցնել Գազայում տեղի ունեցող հումանիտար աղետը։ Գազայում ընթացող սարսափելի պատերազմը անողոք կերպով շարունակում է վերածվել երկրային դժոխքի եւ հումանիտար աղետի, որն այս պահին էլ խորանում է։ Այս պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, պատանդները պետք է անվտանգ ազատ արձակվեն։ Իսրայելի գոյությունը եւ անվտանգությունը մշտապես կմնա մեր պետական քաղաքականության հիմնարար սկզբունքներից։ Մերձավոր Արևելքում բոլորի համար պետք է ապահովվի խաղաղ եւ արժանապատիվ ապագա։ Ինչպես այս շաբաթ այս դահլիճում վերահաստատվեց, երկու ժողովուրդների համար երկու պետություն ստեղծելու լուծումը մնում է միակ կենսունակ ճանապարհը։ Երկու պետության բանաձևին դեմ էին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, եւ վերջինի վարչապետի հայտարարությունները հակասական էին։ Նեթանյահուն պաղեստինցիներին համեմատել է ահաբեկիչների հետ։ Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ Համասը գերեվարել է ավելի քան 250 հոգի, որոնց թվում եղել են հոլոկոստի վերապրածներ, տատիկներ եւ նրանց թոռնիկները։ Բայց մենք դեռ չենք ավարտել Համասի վերջին փշրանքները թաքնվել են Գազա քաղաքում, նրանք խոստանում են կրկնել հոկտեմբերի 7-ի ոճիրները նորից ու նորից, անկախ նրանից, թե որքան են նվազել նրանց ուժերը։ Ահա թե ինչու Իսրայելը պետք է ավարտի այս գործը, ահա թե ինչու մենք ցանկանում ենք դա անել որքան հնարավոր է արագ։ Իսրայելի վարչապետը քննադատել է Պաղեստինի պետության ճանաչումը, անվանելով դա անթույլատրելի։ Պաղեստինցիներին պետություն տրամադրել Երուսաղեմից 1 մղոն հեռավորության վրա հոկտեմբերի 7-ից հետո նույնն է, ինչ Ալ-Քայդային պետություն հատկացնել Նյու Յորքից 1 մղոն հեռավորության վրա սեպտեմբերի 11-ից հետո։ Սա բացարձակ խելագարություն է, անմտություն, եւ մենք դա չենք անի։ Գրեթե նույն կերպ է արձագանքել նաև Դոնալդ Թրամփը։ Նա մեղադրել է Համասին Գազայում տիրող իրավիճակի համար եւ կոչ արել անհապաղ վերադարձնել բոլոր գերիներին։ Ես խորապես ներգրաված եմ եղել Գազայում հաշտության հաստատման ջանքերում։ Պետք է դա ավարտին հասցնել։ Ցավոք, Համասը բազմիցս մերժել է խաղաղության հաստատման խելամիտ առաջարկները։ Մենք չենք կարող մոռանալ հոկտեմբերի 7-ը, այդպես չէ։ Այժմ, կարծես խրախուսելով շարունակվող հակամարտությունը, այս մարմնի որոշ անդամներ ձգտում են միակողմանիորեն ճանաչել Պաղեստինի պետությունը։ Սա չափազանց մեծ պարգև կլինի Համասի ահաբեկիչներին, նրանց կատարած վայրագությունների համար։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի կարևոր իրադարձություններից մեկը Սիրիայի նախագահի ելույթն էր 58-ամյա դադարից հետո։ Սիրիայի նախագահի վերջին ելույթը տեղի էր ունեցել 1967 թվականին արաբա-իսրայելական պատերազմից հետո։ Գոլանի բարձունքների օկուպացիայից հետո Սիրիան բոյկոտել էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նախագահական մակարդակով ելույթները։ Այդ ժամանակից ի վեր երկիրը ներկայացրել են արտգործ նախարարները, իսկ այժմ 2025 թվականի սեպտեմբերի 24-ին ելույթով հանդես եկավ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ալ-Քայդայի մասնաճյուղ համարվող սկզբում Ջաբատ ալ-Նուսրա, ապա Ֆաթ ալ-Շամի մաս Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարան։ Իսրայելի սպառնալիքները մեր երկրի դեմ չեն դադարել 2024 թվականի դեկտեմբերի 8-ից մինչ օրս։ Իսրայելի քաղաքականությունը հակասում է Սիրիային եւ նրա ժողովրդին հաջակցող միջազգային դիրքորոշմանը, փորձելով օգտագործել անցումային փուլը, ինչը տարածաշրջանը մղում է նոր հակամարտությունների շրջափուլի մեջ, որի վերջը ոչ ոք չգիտի։ Ի պատասխան Սիրիան կօգտագործի երկխոսություն եւ դիվանագիտություն այս ճգնաժամը հաղթահարելու համար եւ վերահաստատում է իր հանձնառությունը 1974 թվականի զինաթափման համաձայնագրին։ Նստաշրջանը բացահայտեց առաջնորդների միջև խորքային տարաձայնությունները, սակայն նաև նպաստեց դիվանագիտական երկխոսությանը, խաղաղության եւ կայուն զարգացման առաջարկներ մշակելու համար։ Կոնկրետ արդյունքները կախված կլինեն հետագա բանակցություններից եւ պետությունների համագործակցության պատրաստակամությունից։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Մոլդովայում կայացել են ընտրություններ։ Արևմտամետ պայմանական հակառուսական ուժերը հաղթել են ռուսամետ պայմանական հակաարևմտյան ուժերին, որոնք արդյունքները չեն ընդունել եւ դուրս են եկել փողոց բողոքելու։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մայա Սանդուին ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի առիթով։
Մոլդովայի իշխող գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններում պահպանեց իր մեծամասնությունը ստանալով մանդատ շարունակելու երկրի եվրոպական ինտեգրումը։ Այդ հաղթանակը կայացավ խորը քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Ընդդիմադիր ուժերի մի մասը հեռացվեց մարզապայքարից։ Քվեարկության օրը հնչեցին զանգվածային խախտումների մեղադրանքներ, իսկ երկիրը շարունակեց ապրել լուրջ աշխարհաքաղաքական պառակտում։ Մոլդովա, մնքին ընֆացատա Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, սիրելի ժողովուրդ։ Մոլդովան տասնամյակներ շարունակ տառապած, քիչ հայտնի երկիր այսօր զարմացրեց ողջ աշխարհին։ Մենք ցույց տվեցինք ժողովրդավարության ամենակարևոր դասը, անգամ Ռուսաստանի նման ագրեսորին կարելի է հաղթել, եթե պայքարում ես երկրի ամենահզոր ուժով, ժողովրդի օգնությամբ։ Երբ պետությունն ու քաղաքացիները միասին պաշտպանում են իրենց հայրենիքը, բոլորը հաղթում են։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին իրենց քվեարկությամբ հայրենիքը պաշտպանելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը ստացել է ձայների մոտ 50%-ը, ապահովելով 55 մանդատ 101 տեղանոց խորհրդարանում։ Հիմնական մրցակից Ռուսամետ հայրենասիրական դաշինքը կստանա 26 մանդատ։ Ելնելով մեր ունեցած տեղեկություններից ու տեսածից կարող ենք ասել, որ 100 հազարավոր մոլդովացիներ զրկված էին Ռուսաստանի Դաշնությունում քվեարկելու հնարավորությունից, քանի որ նրանց համար բացվել էր ընդամենը 2 ընտրատեղամաս։ Դա բնականաբար բավարար չէր եւ բոլոր ցանկացողներին հնարավորություն չտրվեց քվեարկել։ Ավելի ճշգրիտ տվյալներ հայտնենք ավելի ուշ, երբ հասկանանք մոլդովական քաղաքական ուժերն ինչպես են դիրքավորվում։ Ընտրությունների օրը բավականին լարված է անցել։ Իրավապահները հայտնել են ընտրողների դեպի արտերկրի տեղամասեր կազմակերպված տեղափոխելու բազմաթիվ դեպքերի մասին, որոնք իշխանությունները որակել են որպես ձայներ գնելու փորձ։ Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ եվրոպական եւ ամերիկյան մի շարք քաղաքներում, Բերլինում, Բրյուսելում, Հռոմում, Բուխարեստում տեղակայված ընտրատեղամասերում ռումբերի մասին կեղծ ահազանգեր են ստացվել, ժամանակավորապես խաթարելով քվեարկության ընթացքը։ Մայա Սանդուն դիմել է ազգին խախտումների համար ուղղակիորեն մեղադրելով փախուստի մեջ գտնվող օլիգարխ Իլան Շորի հանցավոր խմբավորմանը։ Մոլդովան մեր երկիրն է, ոչ թե Շոր հանցավոր խմբավորման։ Ապացուցենք, որ մենք ավելի ուժեղ ենք, քան նրանց կեղտոտ փողերը։ Մենք արձանագրել ենք այսպես կոչված կարուսելի դեպքեր, երբ փորձում են մաքուր քվեաթերթիկը դուրս բերել ընտրատեղամասից, հետագայում այն վերադարձնել արդեն դրոշմված։ Արձանագրվել են նաև մի քանի դեպքեր, երբ Շոր խմբավորման ներկայացուցիչները փորձում են խաթարել քվեարկության ընթացքը, հատկապես այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը բարձր է։ Քվեարկության լեգիտիմությունը կասկածի տակ էր դրվել դեռևս ընտրարշավի ընթացքում։ Քվեարկությունից օրեր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմնվելով դատավճիռների վրա անօրինական ֆինանսավորման մեղադրանքով մրցավազքից հեռացրել էր երկու ընդդիմադիր Մեծ Մոլդովա եւ Մոլդովայի սիրտ կուսակցությունների, վերջինը գլխավորում է Գագաուզիայի ինքնավար մարզի նախկին ղեկավար Իրինա Վլախը եւ համարվում է հայրենասիրական դաշինքի առանցքային ուժը։ Ընդդիմությունն այս քայլը որակեց որպես քաղաքական հաշվեհարդար եւ անհարմար մրցակիցներից ազատվելու փորձ։ Այս ընտրությունների ելքի վրա վճռորոշ ազդեցություն ունեցան մոլդովական Սփյուռքի քվեարկությունը, որը հստակորեն ցուցադրեց մոլդովական հասարակության աշխարհաքաղաքական պառակտումը։ Բերլինում եւ եվրոպական այլ մայրաքաղաքներում հավաքված մոլդովացիները քվեարկում էին հանուն Եվրամիությանն ինտեգրվելու եւ բարեփոխումները շարունակելու։ Հենց նրանց աննախադեպ ակտիվությունն ապահովեց իշխող կուսակցության վերջնական հաղթանակը։ Ես եկել եմ քվեարկելու, քանի որ կարծում եմ դա կարևոր է եւ ինձ համար եւ իմ երկրի համար, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի քվեարկի իր նախընտրած ուժի, իր ապագայի համար եւ կարծում եմ հենց դա էլ մենք արեցինք։ Այսօրվա իրականության մեջ շատ կարևոր է քվեարկել, որովհետեւ իմ կարծիքով հակառակ դեպքում կարող է պատերազմ լինել։ Ես ապրել եմ Ուկրաինայում եւ չեմ ուզում, որ այդ իրավիճակը տարածվի Եվրոպայում։ Այսօր մենք քվեարկում ենք մեր երկրի բարեկեցիկ ապագայի համար։ 2021-ին հաղթեցինք, այս տարիներին առաջընթաց ենք գրանցել, իսկ հիմա վերջին քայլն է՝ կրկին հաղթելու եւ Եվրամիության ինտեգրվելու համար։ Քանի որ իմ երկիրը մի քիչ աղքատ է, ուզում եմ ավելի լավ ապագա եւ ավելի լավ կյանք բոլորի համար, ոչ միայն մեզ, որոնք արտերկրում են։ Մինչդեռ Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնել դեսպանատան մոտ, հիմնականում իրենց ձայնը տալու ռուսամետ ուժերին դժգոհելով Սանդուի կառավարության սոցիալական քաղաքականությունից եւ պնդելով, որ երկրի ապագան Ռուսաստանի հետ է։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Մոլդովան համարվում է բավականին աղքատ երկիր եւ այնտեղ գլխավոր խնդիրներից մեկը պետական պարտքն է, այնպես ինչպես Հայաստանի դեպքում է։ Հայաստանում եւս պետական պարտքը աճում է ու աճում։ Աննա Հարությունյանն է փորձել բարձել մեր արտաքին պարտքի չափը։ Մայկի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում հաղթական հռետորաբանությամբ ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հպարտանում էր իր երկրի տնտեսական ցուցանիշներով, մասնավորապես որ Ադրբեջանի արտաքին պարտքը ՀՆԱ-ի ընդամենը 6.5%-ն է։
Ադրբեջանը ընդգծելով իր հիմնական ակտիվները որպես առանցքային ուժեղ կողմեր, ստացել է ներդրումային բարենպաստ վարկանիշ։ Սա հաստատում է երկրի տնտեսական կայունությունը, խիստ ֆինանսական կարգապահությունը եւ ներդրումային բարենպաստ միջավայրը։ Ադրբեջանի արտարժույթի պահուստները մոտ 16 անգամ գերազանցում են նրա արտաքին պարտքը։ Այս ֆոնին Հայաստանում տնտեսական քննարկումները կենտրոնացած են բոլորովին այլ խնդրի՝ պետական պարտքի աննախադեպ աճի վրա։ Միայն այս տարվա առաջին 8 ամիսներին պետական պարտքն ավելացել է մոտ 1.3 միլիարդ դոլարով, գերազանցելով 14 միլիարդի շեմը։ Պարտքի միջին տոկոսադրույքը 4.9%-ից հասել է 7.3%-ի, ինչը նշանակում է տարեկան 100 միլիոնավոր դոլարների լրացուցիչ բեռ բյուջեի վրա։ Հենց այնպես չեն տալիս երկրին եւ դրա դիմաց դու վճարում ես տոկոսներ, իսկ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ավելացմանը զուգահեռ ոչ միայն համարժեք ավելանում է տոկոսները, այլ տոկոսային բեռն է ավելանում։ Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում 1 միլիարդ դոլարից ավել միայն վարկի նախորդ տարիներին վերցրած վարկի մենք սպասարկումն ենք իրականացնելու։ Ըստ մասնագետների ֆինանսների կառավարման խորքային խնդիրը ծախսերի անարդյունավետությունն է, ինչը հատկապես տեսանելի է պետական գնումների ոլորտում։ Թադևոս Ավետիսյանը պնդում է, որ մրցույթային գործընթացներից հրաժարվելով եւ մեկ անձից գնումներ կատարելով, պետությունը կորցնում է ավելի ցածր գնով ավելի լավ որակ ստանալու հնարավորությունը։ Ըստ նրա, մինչև վերջերս պարտքը գերազանցում էր ՀՆԱ-ի 60%-ի վտանգավոր շեմը, սակայն իրավիճակը ժամանակավորապես բարելավվել է ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում։ Դրամի գերարժևորումը միաժամանակ վիճակագրորեն նվազեցրեց պարտքի դրամային չափը եւ մեծացրեց ՀՆԱ-ն ստեղծելով կարճաժամկետ բարենպաստ պատկեր, սակայն ըստ տնտեսագետի երկիրը կանգնած է նոր մտահոգիչ դինամիկայի առաջ։ 2024 թվականը մենք փակել ենք ոչ թե նախորդ տարիների նման այսպես 12-13%-անոց աճով, այլ դրա նույնիսկ կես չափով 2025-ը նորից ավելի ցածր է աճի տեմպը 2 անգամ գրեթե քան պետական պարտքի աճի տեմպը, այսինքն տնտեսությունը աճում է գրեթե 2 անգամ ավելի դանդաղ, քան պարտքը, բայց դեռ այն կուտակած հնարավորությունը կա, որ մենք այսպես լավացրել ենք պարտքն հարաբերակցությունը, իսկ եթե դա այսպես մսխեն, այս զարգացումներով, նորից կհայտնվենք նույն տեղում։ Իհարկե մեր մոտ դոլարային պետական պարտքը բավականին աճել է, սակայն դրամական հարաբերությունը հնա պետական պարտքին հարաբերությունը այնքան չի աճել, այսինքն այս մի քանի տարիների ընթացքում 50% է մնացել։ Փորձագետի դիտարկմամբ դոլարի էժանության պատճառով արտարժութային պարտքի ավելացումը պարունակում է թաքնված վտանգ։ Դրամի հնարավոր արժեզրկման դեպքում պարտքի բեռը կարող է կտրուկ աճել, հասնելով ճգնաժամային մակարդակի։ Այս սցենարից խուսափելու համար Աղասիթ Հավադյանի խոսքով իշխանությունները փորձում են հավասարակշռել պարտքի արժութային կառուցվածքը։ Մեր ֆինանսների նախարարությունը այս վերջերս այսպես ասած ավելի հավասարակշռել է պարտքի, եթե առաջին 20%-ն ընդամենը դրամական պարկ 2018 թվական, այս պահին 50% դրամական է, 50%-ը դոլարային է, որ ասենք փոխարժեքային ռիսկի իրականացման պարագայում, որ այս պահին չեմ տեսնում այդ հավանականությունը ես, բայց այդ ենթադրյալ սցենարի դեպքում ոչ թե 50%, ոչ թե 70% կլինի, որը կատաստրոֆի կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար, այլ կլինի 60%։ Ֆինանսական ամենակարևոր ռեսուրսը, որ պետք է լինի եւ կայուն ֆինանսավորի ծախսերը, դա խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությունն է։ Այսինքն ոչ թե հարկ քերթես, այլ արդյունավետ հարկային միջավայր ունենաս, որ մարդիկ հարկը վճարեն, ոչ թե այսինքն ասես հարկատուն հերոսը, հետո կեղեք ես իրան իրականում, քողարկես հարկատուն հերոսի տակ, հետո փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը կրկնապատկես եւ այլն, հակառակը դու պիտի ներքին հնարավորություն ստեղծես, որպեսզի հարկային այսպես մուտքերը ավելանան ոչ թե կացնային մեթոդով, այլ տնտեսության աճի։ Համաշխարհային պարտքը 2025-ի երկրորդ կիսամյակում հասել է 338 տրիլիոն դոլարի, տարվա առաջին կեսին 21 տրիլիոն դոլար աճով, ինչը մտահոգություններ է առաջացնում նաև ամբողջ աշխարհի ֆինանսական կայունության համար։ Ճապոնիան ունի ՀՆԱ-ի 260%-ին հասնող պարտք, ԱՄՆ-ի պարտքը գերազանցել է 37 տրիլիոն դոլարը։ Հայաստանի դեպքում ըստ Աղասիթ Հավադյանի մենք սահմանագծին ենք։
Ըստ ԵԱՏՄ համաձայնագրի մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, պետական պարտքենահարաբերություն 50%-ը չպիտի գերազանցի, մենք այդ սահմանակետին ենք, ըստ մեր օրենքի ներքին, եթե մենք գերազանցում ենք 60% ցուցանիշը, ապա ֆինանսների նախարարությունը համապատասխան միջոցառումներ պիտի նախաձեռնի ծախսերը կրճատելու համար։ Մենք դեռևս սրան չենք հասցնել, բայց իհարկե ռիսկը կա։ Փորձագետը զգուշացնում է խնդիրները լուծելու համար պետական պարտքին ապավինելը պետք է լինի վերջին, այլ ոչ թե առաջին քայլը, հատկապես երբ դրա սպասարկման ծախսերը բյուջեի վրա ավելի ու ավելի են ծանրանում։ Սակայն պետական ֆինանսների կառավարման կարևոր խնդիրներից է միջոցները արդյունավետ ծախսելու անկարողությունը։ Մենք տեսնում ենք, որ ասենք հատկապես IT ոլորտի, ռազմական ոլորտի ծախսերը չեն կատարվել, այսինքն օրինակի համար ռազմական ոլորտի ծախսեր կան, որոնք մինչև այժմ 10% չեն կատարվել նախատեսվածից։ Սակայն ասենք հիմնականում վերջին եռամսյակում, այսպես ասած, արագորեն ասենց վայրի վերի ձևով կամ կատարվում են կամ չէ այդ ծախսերը, սա մեծ խնդիր է, այսինքն մենք ունենք հստակ ծախսերի արդյունավետության ապահովման խնդիր։ Փորձագետները զգուշացնում են, որ ներկայիս տեմպերով պարտքի ավելացումը կարող է երկիրը կանգնեցնել նոր ֆինանսական ճգնաժամի շեմին։ Միաժամանակ ընդգծում, որ պարտքի աճը վտանգավոր չէ, եթե այն համաչափ է տնտեսական աճին եւ ուղեկցվում է նպատակային ծախսերով։ Աննա Հարությունյան եւ Օքսիանոսյան, Open Media։ Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սահմռկեցուցիչ սպանության վերջին զարգացումների մասին կալանավորվել է 20-ամյա երիտասարդ։ Գլխավոր վարկածը փետրվարի 5-ին տեղի ունեցած մեկ այլ սպանության վրեժխնդրությունն է, բայց այս վարկածին շատերը չեն հավատում։ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է աղմկահարույց սպանություններին ու ասել, որ այս գործով 14 մեղադրյալ կա։ Սակայն հանգստյան օրերին Հայաստանում եւս 2 միջադեպ է եղել, մեկը նորից Արմավերի մարզում, մյուսը Կապանում։ Վեճերն ավարտվել են սպանություններով։ Ձերբակալվել է Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության մեջ կասկածվող անձը։ Ըստ քննչական կոմիտեի նա ինքնախոստովանական է տվել եւ իրավապահներին հայտնել սպանության գործիքի տեղը։ Եվս մեկ անձ ձերբակալվել է եւ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Ըստ ներքին գործերի նախարարության խոսնակի նա փետրվարին Մերձավանում հրաձգության հետևանքով զոհված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Ըստ քննության արդյունքների այս պահին արկատավյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Վենդետայի վարկածին Վալոդյա Գրիգորյանի կուսակից ընկեր Մեսրոպ Առաքելյանը չի հավատում։ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով առաջին անձի ձերբակալումից հետո ներքին գործերի նախարարության կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն, կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։ Կորսիկայում ու Սարդինիայում ծագած արյան վրեժը կամ վենդետան Հայաստանել է հասել ու այն նոր չէ, սակայն կանոններն են տարբեր։ Ըստ քրեագետների Հայաստանում վրեժխնդրության դեպքերում կանանց, երեխաներին ու ծերերին հիմնականում չեն դիպչում։ Հաճախ էլ վենդետան հնարավորինս կարճ ժամանակում լուծվում է հեղինակությունների միջնորդությամբ։ Ի տարբերություն օրինակ վենդետայի հայրենիքի, որտեղ այն վերածվում է ընդհուպ տոհմերի միջև պատերազմների։ Ենթադրյալ վենդետայի մի դեպք էլ մոտ մի ամիս առաջ Երևանում է գրանցվել։ Երկու անձ հարձակվել են սպանության մեջ մեղադրվող եւ տնային կալանքի մեջ գտնվողի տան վրա։ Հետաքրքիր է, որ ավելի քան 2 ամիս է հայտարարությունների համար Միքայել arczepiskopos Աչապահյանը կալանքի տակ է, իսկ սպանության մեջ մեղադրվողը տնային կալանքի։ Վերջինս իր տան վրա հարձակված 2 անձանցից մեկին սպանել էր փոխհրաձգության ժամանակ։ Պատմությունը վենդետայի աղմկահարույց մի քանի դեպք է հիշում նորանկախ Հայաստանում։ Օրինակ, մոտ 20 տարի առաջ բակային խաղի ժամանակ մի երեխա է սպանվում։ Նրա հայրն ամիսներ անց սպանում է որդուն կյանքից զրկած 13-ամյա անչափահասին։ Ինչու են վեճերը սպանություններով հանգուցալուծվում հանրապետությունում։ Հանգստյան օրերին եւս 2 դեպք է գրանցվել։ Ըստ իրավապահ մարմինների Կապանում 22-ամյա երիտասարդը դանակահարել է 2 հոգու, որոնցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Մյուս դեպքը Արմավիրի մարզում է տեղի ունեցել։ Պատկան մարմինները հայտնում են, շանը հայհոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ։ Իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի, ապա նաև ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ։ Հրազենային վնասվածք ստանալով մահացել է 39-ամյա Մասիս Ասատրյանը։
Հրազեն ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառության 704 դեպք է գրանցվել, ինչը 207-ով ավելի է նախորդ տարվանից։ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին մոտ 3000 ծանր եւ առանձնակի ծանր հանցագործություն է գրանցվել Երևանում եւ մարզերում։ Յուրաքանչյուր 10,000 բնակչի հաշվարկով Երևանն առաջատարն է։ Ամենաօրինապահ մարզը ստացվում է Գեղարքունիքը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի հունվարից հանրապետությունում սպանության 32 դեպք է գրանցվել։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Դատախազությունը միջնորդել է Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման, հաշվանցելով մեղադրյալի մինչև օրս արգելքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30-ին։ Փաստաբանները բացառք են հայտնել դատավորին, որը մերժվել է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն արքեպիսկոպոս Նաթան Հովանիսյանը ներկայացրել է հայ եկեղեցու դիրքորոշումը, ըստ որի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դեմ մեղադրանքները լիովին անօրինական են։ Երևանի քաղաքապետարանը քննարկում է դպրոցներում բջջային հեռախոսների սահմանափակման հարցը։ Ըստ նախագծի հեղինակների մշտադիտարկում կիրականացվի 15 դպրոցում։ Տարեվերջին կգնահատվեն աշակերտների ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական ցուցանիշներն ու առաջադիմության որակը։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է։ Սեզոնային գրիպի դեմ արդեն 2 շաբաթ է պատվաստումները սկսվել են։ Առողջապահության նախարարությունից հաղորդում են անպայման դիմել մոտակա բժշկական կենտրոններ, ստանալ համապատասխան պատվաստանյութը հետագա բարդություններից խուսափելու համար։ Մասնագետները վստահեցնում են, սուր շնչառական վարակների առումով հանրապետությունում դեռ ակտիվություն չի դրսևորվում։ Գրիպի դեմ պատվաստելուց հետո հակամարմինների եւ ամբողջական իմունիտետը ձևավորվում է 10-ից 14 օրերի ընթացքում, հետեւաբար քանի դեռ չեն շրջանառում գրիպի շրջատիպերը, գրիպը չի շրջանառում Հայաստանի Հանրապետությունում, ունենք լավ հնարավորության պատուհան ստանալ գրիպի դեմ պատվաստումը, քանի դեռ սեզոնը չի ուժ գնացել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։